Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։ Աստանայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։ Իսկ Ակորդա նստավայրում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը։ Հայ-ղազախական հարաբերությունները նոր ազդակ են ստանում, վստահեցրել է Ղազախստանի ղեկավարը եւ ջերմորեն ողջունել վարչապետ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը իրենց երկիր։ Սա ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան։ Այն առանձնահատուկ եւ պատմական կարեւորություն ունի։ Ձեր այցի ժամանակ կարեւորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն։ Վարչապետ Փաշինյանն էլ շեշտել է, որ իր այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին, բոլոր ուղղություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական գործակցության խորացող մակարդակ։ Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով։ Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հայաստանը դարձել է Ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն, նշել է նախագահ Տոկաևը։ Երկու երկրներն արդյունավետ գործակցում են նաև առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Այդ առումով երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը, հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական։ Նիկոլ Փաշինյանը եւ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը կարևոր են համարել թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի կյանքի կոչումը։ Ղազախստանի նախագահը վստահեցրել է իր երկիրը հետաքրքրված է Թրամփի ուղի նախագծով, ավելին ցանկություն ունեն մասնակցելու։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի Հանրապետության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, եւ մենք նաեւ ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցելու Թրամփի ուղի նախագծին։ Այսպիսի նախագծերը հյուսիս-հարավը նաեւ միջին միջանցքը համապատասխանում են երկու երկրների շահերին, եւ հետեւաբար տրանսպորտային գործակցությունը մեծ հնարավորություններ կբացի եւ Հայաստանի եւ Ղազախստանի համար։ Այս տեսանկյունից ուզում եմ ընդգծել մեծարգո պարոն վարչապետի պատմական դերը հանուն կայուն խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Երկու երկրների ղեկավարները ստորագրել են պատմական փաստաթղթեր, որոնք հարաբերություններն ու գործակցությունը դարձնում են ռազմավարական։ Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։